Ալիևն այս անգամ Կենտրոնական Ասիայի երկրներից է հայտարարել, թե Ադրբեջանի հատվածում դեպի Սյունիք մոտեցող ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ալիևն այս կերպ հուշում է հայկական կողմին եւ ամբողջ աշխարհին, որ եկել է Հայաստանի հատվածում շինարարական աշխատանքներ սկսելու ժամանակը։ Строительство Зангезурского коридора на территории Азербайджана. Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը մոտենում է ավարտին։ 15 միլիոն տոննա թողունակությամբ երկաթգիծը սկզբնական փուլում կդառնա միջին միջանցքի կարևոր զարկերակ։ Ավարտին է մոտենում նաև Զանգեզուրի միջանցքի մի մասը հանդիսացող ավտոմայրուղու շինարարությունը։ Թրամփի ուղին Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային զարկերակ է, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ։ Ալիևն նոր առաջ ցանկանում է մտնել Սյունիք ու Նախիջևանին միացնող ճանապարհը ծառայեցնել իր նպատակներին։ Ադրբեջանն այս անգամ էլ իր օրակարգն է թելադրում հայկական կողմին։ Փոխվարչապետ Գրիգորյանը օրեր առաջ հայտարարեց, թե գործընկեր Մուստաֆայևի հետ այցելել է հարավային շրջաններ, եղել Ադրբեջանի հատվածում։ Մեր Գրիգորյանը խոսել էր նաև արտահերտ արագացված դելիմիտացիայի աշխատանքների մասին։ Իրականում ըստ փորձագետների Ադրբեջանը պետք է դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները սկսեր Հայաստանից օկուպացված տարածքներ, սակայն հենց Ադրբեջանի թելադրանքով այդ աշխատանքները սկսվեցին Տավուշի մարզից, որտեղ Հայաստանի դիրքերը ամենաշահեկան վիճակում էին։ Բնականաբար դա այդպես է, որովհետև դա կախված է նրանից, թե Ադրբեջանը ինչ նպատակով է օգտագործելու այդ լիմիտացիա դեմարկացիան, եթե նպատակը իսկապես խաղաղություն լիներ, տրամաբանական կլիներ առաջին հերթին իրենք ոտքերը դուրս բերեին Հայաստանի իշխան տարածքից, որոնք իրենք օկուպացրել են վերջերս, դրանից հետո անցնեին հաջորդ հացի։ Բայց իրենք առաջ են քաշում անկլավների հացը առաջին հերթին, ինչը ոչ թե նպաստելու է խաղաղությանը, լրացուցիչ լարվածություն է առաջացնելու բնականաբար։ Եթե ամբողջ այս ընթացքը դիտարկելու լինենք, կտեսնենք մի շատ պարզ պատկեր։ Ցանկացած գործընթացը առաջ է մղվել, երբ դա Ադրբեջանը ցանկացել է եւ հայտնել է ցանկություն, եւ արգելակվել է, երբ ադրբեջանական կողմը նպատակահարմար չի գտել։ Ադրբեջանի նախագահն այս անգամ իր խոսույթում արտաբերել է Սյունիքը, բայց չի շրջանցել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բառն օգտագործել։ Իզուր չէր, որ Ալիևն իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, թե թրիփը ոչ թե նույնական է Զանգեզուրյան միջանցքի հետ, այլ թրիփը դրա բաղկացուցիչ մասն է։ Այն, որ իրենք թրիփը ընկալում են որպես ընդամենը մեկ լուծում, որին պետք է հաջորդեն նաև այլ լուծումներ, սա փաստ է առնվազն հենց ադրբեջանական կողմի խոսույթում, թե Ադրբեջանի նախագահի եւ թե այլ պաշտոնատար անձանց խոսույթում, սա ակնհայտ է։ Ըստ փորձագետների Սյունիքով անցնող թրիփ ծրագրի իրականացմանն իր դիրքորոշումը պետք է հայտնի նաև Իրանը, իր մասնակցությունը պետք է ունենա Ռուսաստանը, չէ՞ որ այդ ճանապարհը ՀԱՊԿ ԻԱՏՄ մաքսային տարածք է։ Այդ բեռներ հատելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության սահմանը, այլ մաքսային ընդհանուր միության սահմանը։ Այդտեղ խնդիր կա, բացի այդ այնտեղ դեռևս կա ռուս սահմանապահներ հայ-իրանական սահմանին, ինչու նրանք դուրս են բերվել միայն սահմանային անցակետից, բայց սահմանից դուրս չեն բերվել։ Հայաստանի տարածքում շինաշխատանքները նախատեսվում է սկսել եկող տարվա երկրորդ կեսին։ Ըստ փորձագետների թուրքական աշխարհի կողմից օգտագործվող միջին միջանցքի գաղափարի առանցքը հենց այն է, որ դա լինի առանց Ռուսաստանի մասնակցության եւ շրջանցի Ռուսաստանը։ Եթե այդ երկրներին չհաջողվի շրջանցել Ռուսաստանը, ապա թրիփի եւ միջին միջանցքի շահագործումն ըստ քաղաքագետների իմաստ չի ունենա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։